Սա տպված է Ադրբեջանի ուղղակի հասնեց այդ դուք կոնցեպցիան ճտարդել լեզուներով տպել եք։ Ոչ, սա ադրբեջանական կոնցեպցիան է, որը իրենց կայքերում կա, այս պահին իրենց կայքի հղումը կարող եք վերջի էջում տեսնել, այդ կայքի հղումից մեր մասնագետները, ադրբեջանագետները տպել են հենց նույնը ինչ կայքում կա եւ ներկայացնում ենք ձեզ։ Պետք է այս համայնքը այնպես անի, որ Հայաստանը ստանցնի պարտավորություն պարտության պայմանագրի ներառել այս հարցը։ Մենք արդեն գիտենք նախաստորագրացիա։ Եվ այստեղ նույնպես վերադառնամ այն մեղադրանքներին, որ ձեզ ավանում, որ դուք Ալիևի խոսիքն եք դել, այսինքն գուցե իշխանությունը այս հարցը փակել է, որովհետև դուք խաղաղության նախաստորագրած տեքստը չի տեսնում։ Իսկ ում հետ Ալիևի ներքին լսարանի համար է, այս ֆորումները, տեքստերը, այս կոնսպեկտը 30 տարի ներքին լսարանի համար է խոսում Արցախի հարցումով։ Հա, այո, 30 տարի։ Պատասխանը սենց էս հարցն է։ 30 տարի ներքին լսարանի համար մենք միշտ խոսում ենք, ասում ենք ներքին լսարանի համար է ասում, որ Արցախը հետ ենք բերելու, իրենք իբր հետ են բերելու, գրավելու է Ղարաբաղը։ Ներքին լսարանի համար թե արեց գործը։ Ներքին լսարանի համար ասում էին Սյունիքի ճանապարհի մասին է խոսում։ Ասում են պատկերացիք 70 օր առաջ այդ մարդը բարձրացել է եւ ասել է հիմքեր պատրաստեք իր գիտնականներին։ Չի գնացել ինչ որ այլ քաղաքական հանդիպում չի եղել։ Երկը նախագահ հանդիպել է գիտնականների հետ։ Կոնցեպցիայի մեջ մի շարք այլ հետաքրքիր բաներ կա, որը դուք կտեսնեք, որ նա այնտեղ ասում է, որ այլ ընտրանքային ուղիներ են փնտրելու, եթե այս տարբերակը չեղավ այնպես, ՄԱԿ-ը պետք է ստանձնի պարտավորություն, եթե չեղավ այդ տարբերակը, խնդրում եմ որ նայեք կտեսնեք։ Այսինքն իրենք 2-3 սցենարներ քննարկել են եւ հիմնականում ՄԱԿ-ի ձևաչափով, ինչու գնացին Բրյուսելով արեցին։ Պրոցեսները քննարկում են, աշխատանքը գնում։ Մեզ պետք է մեկը շուտ տեղեկացներ, որ Ղարաբաղյան process-ում այս մարդիկ գնում են սրացման։ Իհարկե Հայաստանի հասարակության մեծ մասը գիտի։ Մենք պետք է չխոսեինք, ասենք ներքին լսարանի համար է ասում։ Հիմա էլ ենք զգուշացնում, էսի ներքին լսարանի համար չի։ Մեղրից 10 կիլոմետր վրա ֆորում անել միջազգային վերադարձի մասին, ոչ թե համայնքի ընդհանուր։ Ներքին լսարանի համար չի։ Բրյուսելում ֆորում անել է ներքին լսարանի համար չի։ Այս մարդիկ աչք ունեն այս հողի վրա։ Մի ոտ շուտ, եթե մենք տեղեկացնեինք մեր նախորդ մարտահրավերների մասին, մեր խոսքերից մեկում իմ հիշելով մեր կուսակցական շարժման առաջի հանրագումարի խոսքում մենք ասեցինք, որ հայ ժողովրդի ամենամեծ խնդիրը արխային ընկնելն է։ Ամենամեծ խնդիրը Արցախյան հաղթանակից հետո էլ արխային ընկանք։ Հիմա էլ կարծում ենք, թե թույլ խաղաղություն ստորագրելով արխային ենք ընկնելու, ամեն ինչ ավարտվելու է։ Փաշինյանի ամբողջ քարոզչական process-ը մի բանի մասին արխային ընկեք։ Ֆեստիվալներում։ Այո, խաղաղությունը դա նշանակում է արխային։ Ուժեղ խաղաղությունը, ամուր խաղաղությունը։ Դա խաղաղություն է, որտեղ մենք արխային չենք, ընդունում ենք հակասաֆարովյան օրենք, պահում ենք այդ օրենքը, ու Հայաստանը պահում ենք հայկական եւ նաեւ տնտեսապես նենց քայլեր ենք անում, որ ժողովուրդը իրանք չգան, մերոնք էլ չգնան Հայաստանից։ Արխային չի կարելի ընկնել, ամեն օր խոսում են։ Ընտրությունից 11 օր հետո են ֆորում դրել։ Բացում են Բաքվի պետական տնտեսագիտական համալսարանում ամբիոնա մարդ բացում։ Որ ուսումնասիրի մեր հանքերը։ Էլ ինչ ասեմ։ Իրա օգնականը դուրս է գալ հայտարարում 300,000 ադրբեջանցու մասին մի 10 օր առաջ։ Ինչ ասեմ, որ արխային չընկնենք ժողովուրդ։ Կենտրոնական քարտեզի մասին ուշագիր նախաստորագրվեց։ Հնարավոր է, որ հեռանկարում հաշվի առնելու, որ այս process-ի շրջանակում է ուշագիրը ստորագրվում, տրիպին զուգահեռ է ստորագրվում, հանքերի միներալների հատուկ նյութերի օգտագործման, արտահանման այդ ուշագիրը։ Հնարավոր է հեռանկարում հազվագյուտ մետաղների հետ կապված այդ համաձայնագիրը զուգահեռ է, այս կապ չունի։ Այս process-ի հետ կարծում եմ
Ամերիկայի Միացյալ Նահանգների ուղղակի դասական նա շրջանակային համաձայնագիր ունի այդպես շատ երկրների հետ։ Ուղղակի տեղ է թողում, որ իրավունք ունենա նայ։ Բայց Հայաստանում ես մոտավորապես պատկերացնում եմ եւ ճանաչում եմ հանքային բազան մեր երկրի, չեմ կարող ասել 100%-ով, բայց 80%-ով պատկերացնում եմ։ Եվ Հայաստանում այս պահին չկան շատ հազվագյուտ մետաղների հանքեր։ Ուղղակի դա իրենց շրջանակային պայմանագիր է, որ բոլոր երկրների հետ ում հետ ստացվում է, կնքում են որպես հետագա ապագայում զարգացման համար իրենց երկրի հումքային բազայի տեղ են թողում։ Դա է իրենց, այո, որովհետև ամբողջ շուկան, շատ ճիշտ բան ասեցիք, ամբողջ արտադրանքը կենտրոնացված է չինական արտադրողների վրա, Չինաստանը մոնոպոլիզացրել է։ Եվ դրա համար նրանք ճանապարհներ են փնտրում։ Իսկ դա ինչ է նշանակում, որ զբաղվում են տնտեսությամբ, աշխարհի ամենահարուստ երկիրն է։ Խնդիրը դրա կարող է չունենա, արխային չեն գնում, զբաղվում է տնտեսությամբ։ Անբարոյական 300,000 հայերի վերադարձի այս հարցանը ադրբեջանցիներին վերադարձի օրակարգան եւ նաեւ ձեզ են հենց ընդդիմությանն են անվանում պատերազմի եռագլուխ կուսակցություն, ինչը կարծում ինչու գուցե նաեւ այս կուսակցությունները Տեսեք, մինչև իրենց իշխանության գալը, զոհերի քանակը մի տարվա հաշվարկով եթե բաժանենք ու իրենց իշխանությունից հետո ամբողջ 8 տարվա ընթացքում բաժանենք մի տարվա եւ մինչեւ մոտապես իրենք բերել են երկրորդ համաշխարհից հետո հայ ազգին ամենաշատ զոհերը պատերազմական զոհերը իրենք բերել են ամենաշատ գիտեք հայ ժողովրդի համար ստրեսային իրավիճակները 21-րդ դարում իրենց քաղաքականության արդյունքում է, տարխային գոռոզության արդյունքում։ Ինչ վերաբերվում է բարոյականության մասին, կարծում եմ բարոյական չէ Հայաստանի ղեկավարության այսօրվա ղեկավարության վարվելակերպի նշանակալի մասը, որի մասին մեր հասարակության մեծ մասը արդեն արտահայտվել է։ Բարոյական չէ ժողովրդից սուտ պահել, թե ինչ պրոցեսներ են կատարվում, իրենց մեջքի հետևում հմեկը մի անգամ սրա մասին չի խոսացել։ Բարոյական չէ դա, որ առավոտ մարդը զարթնի իմանա, որ իր երկրի սահմանադրությունն է փոխվում։ Ու ոչ թե իր երկրի հասարակության պահանջով, ով իրավունք կրողն է այս երկրի, այլ հարևան երկրի նախագահի։ Շնորհակալություն եմ հայտնում։ Վերջին հարցը։ Լսում։ Սա նաև քաղաքացիների մտահոգ